Մերոնք գետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Դեպքերն ու իրադարձությունները մեզ հանգիստ չեն տալիս, Գյումրի ընտրությունները, շատերի զարմանքը, ապշանքը, պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ուշունց տվեց, վայ աման, ոնց կլներ արցախցիների օգտագործման պատրաստ մի մասել կա, ով հարմար պահին գալիս օգտագործվում է։ Այսօր այդ թեմաներով պիտի խոսենք։ Իդեպ են փոքրիկ անդրադարձ անեմ, դե ապորին երեխեքս գիտեք շատ են, կապ չունի դրանք մայրերը որ կուսակցություն են հիմա ներկայացնում, մի մասն ասում է դու, չգիտեմ, Նիկոլինն ես, մի մասը Քոչարյանինն ես, մի մասը ես փորձում եմ լինել ճշմարտությանը, եւ այդ երեխեքը որ ինձ հայհոյանք են գրում, իմ երեխեքն են կամ ասենք պապինս կամ հորինս, չգիտեմ որտեղից, մերոնք ակտիվ մարդիկ են եղել։ Մարդը բանական, մյուսին չի հայհոյանք մի գրեք այդ մեկնաբանությունների մեջ, քանզի դա կարող եք արդեն նաև ձեր աղջիկը, կինը, երեխան։ Հիմա գանք, թե ինչ է տեղի ունեցել կամ ինչ է տեղի ունենում։ Արձանագրենք առաջին ամենակարևոր երևույթը, ընտրությունները չկեղծվեց։ Սա մեծագույն ձեռքբերում է։ Երկրի տունը քանդում էր տասնամյակներ շարունակ քոչասերժական դաշնակցական հանցախմբերի ընտրություն կեղծելու մարմաճը։ Երբ թաղի լակոտ լուկուտները ոստիկանների հետ միասին իշխանությունների հրահանգով ընտրություն էին կեղծում։ Այս երևույթից բրծանք, պատկերացնում եք, չէ՞։ Սա հիասքանչ երևույթ է, փառք Աստծո։ Հիմա գանք թե ինչ տեղի ունեցավ։ Ինչ էլ որ ընտրել են, ընտրության արդյունքը այդպիսի ընտրության լավ թե վատ, ինչ էլ որ ընտրել են, արդյունքը իշխանությունների գործելավոճն է։ Լավ են աշխատել, այդքան են ստացել, վատ են աշխատել, այդքան են ստացել։ Էս է։ Իշխանությունները հետևություն կամ կանեն, կամ կշարունակեն։ Այն ինչ տեղի ունեցավ Գյումրիում, համարեք, եթե այս պահին լիներ համապետական ընտրություն, այ դա լինելու էր Հայաստանի պատկերը։ Քանզի մարդիկ, ովքեր տասնամյակներով հեծում էին այդ նախրի, այն հանցավգործ ռեժիմի կամ այդ կրիմինալի, մեկը մեկին առյուծի վանդակում էր կուլ տալիս, մեկը մյուսին պատերի տակ էր խփում, բան, այդ ամբողջի, այսպես ասած, փոխհատուցում էին սպասում 18 թվականին իրենց ձայներից չստացան։ Ես էլի եմ ասում, ինձ գուցե իմ առաջարկած կամ մտածած ձևը, որ սրանք օրենքով չեն այդ հանցանքն արել եւ նրանց պետք չի օրենքով պատժել, պետք է խստագույնս պատժել, գուցե ես սխալ եմ, գուցե երկրի իշխանությունները ճիշտ են, պետք է օրենքով, կաթիլ առ կաթիլ, հատիկ առ հատիկ, ջիպ առ ջիպ, չգիտեմ, իշի քուրակ ալ իշի քուրակ, սենց բերել, պատժել, գուցե, բայց հասարակությունը այդ ժամանակը չունի։ Դրան գումարած իշխանությունների կամ իշխանությունները ասելով մի Նիկոլ Փաշինյանի նկատի ունեն այդ ժողովուրդը, ինքն է այսպես ասած էկրանների չի իջնում, էլ կրթվել է նորաձև, ոնց որ մարդուն ասես հացկեր սոված չմեռնես, այ որ հաց չուտես, սոված կմնաս, որ սոված մնացիր կհիվանդանաս։ Կրթվել է նորաձև է, ստից է նորաձև է, կրթվել է պարտադիր է, կրթվել է ճիշտ է, եւ այսպիսի լիքը տխմարություններ, երբ հանցագործը շարունակում է պարզապես ասպատակել դեռ Հայաստանում, երբ հանցագործից մեքենաներ է առնում պետությունը, ականջականչի Քոչարյան առոբիկի եւ մնացած առոբիկների ժողովրդի մեջ հիասթափությունը շատանում է։ Էլի հիշեցնեմ Չինգիզ խանի հայտնի խոսքը իր տղային։ Երբ տեսնում է, որ Արուն է թափվում ու Արունը հեղեղի պես ասում է, նայում է հորը հայրիկես ինչ է կատարում, Չինգիզ խանն ասում է, երբեմն տղաս, որպեսզի հետո չսպանես, հիմա պիտի սպանես։ Բնականաբար սպանության կոչ չի, որ ես անում եմ, բայց պետք էր խիստ լինել եւ այդ տեսակը պիտի ծակից իր գլուխը չհանդգներ դուրս հանել։ Բայց այդ տեսակը դեռ կա, դեռ իշխանությունները նրա համար թուրք են, դեռ կարողանում են, այսպես ասած, տեղայնացվել։ Դեռ ընտրություններ են կրում։ Ասեմ, Սարիկը իմ աչքի լույսը չէր, չի եւ իր, այսպես ասած, որակներով ես ամենևին էլ այդպիսի քաղաքապետ չէի պատկերացնի, կուզեի շատ ավելի լավը լիներ։ Բայց այն ինչ ունենք դիմացը ավելի քան զավեշտի ժանրից է։ Քաղաք
նախկին քաղաքապետ, նախկին, այսպես ասած, հեղինակավոր տղերք, ով ում քավորին ուսանիկին սպանեց, Գյումրիում ինչ կրակոցներ, երբ ոնց ինչ ուզեն, սա այն իրականությունն է, բա ինչու Գյումրեցու մի ինչ-որ մասսա աչք փակեց։ Աչք փակեց, քանզի տեսան, որ տղերքը շարունակում են ասպատակել Գյումրիում։ Տղերքը շարունակում են, այսպես ասած, բարգավաճել, թքած ունեն, այս կողմից դեռ ծղրտոց է, այն կողմից իրենք դեռ կան, հա, չգիտեմ իշխանությունն ինչ կասի, կոչս են չի, որ բռնեք, վզներն ոլորեք, բայց պատճառն եմ ձեզ ասում, թե ինչու հիասթափվեց, Գյումրեցու մի հատված էլ ընդհանրապես կեսը փաստորեն, կեսից ավելը անգամ ընտրության չուզեց մասնակցել, սա էլ իշխանության վատ աշխատանքի արդյունք է, գարշելի աշխատանքի արդյունք է, ավանդույթը, ավանդական որոշ սկզբունքներ խախտելու արդյունք է, անհաղթ աքլորի պես ծղրտալու արդյունք է։ Եվ ես նախկին մի պատմություն էի պատմել, էլի պատմեմ, քանզի ասածս տեղ հասավ մի մարդ իր կյանքը ակտիվ է ապրում, տղաներն էլ իրպես մի քիչ լկտի են ելնում, ասում են պապա մտածում ենք, որ մեռնես, գերեզմանի քարի մի կողմին տղամարդու խորհրդանշող օրգան կդնենք մյուս կողմին կնոջ, ինչ կասես, ասում է բալեք, պատճողը դուք եք ելնելու, այ հիմա պատճողը օրվա իշխանությունն է, այն ինչ ունեցանք։ Վատ չի, որ ընտրություն չկեղծվեց, դա հրաշալի է, դա առաջընթաց է։ Մնացածի մասին իշխողները պիտի մտածեն, եթե մտածելու ունակություն ունեն։ Հա, կանք ժուրնալիստիկային, այսպես կոչված, կներեք, տարիներ շարունակ, տասնամյակով ամաչել եմ բարձրաձայնել, որ ես լրագրող եմ, երբ նոր սկսում էի, ես ուր, լրագրողն ուր, դա մի, այսպես ասած, տաճար է, որտեղ մտնելուց պիտի խաչակնքվես և ոտքերդ մաքուր մտնես ենտեղ, ոտաբոբիկ մտնես, քանզի հասարակությանը, հանրությանը փորձում ես ներկայացնել, ակամ ներկայացնում ես այն ինչ ճշմարիտ է, և ոչ թե այն, ինչ որ մեկը քեզ կպատվիրի, այս նախիրը, որ իրեն լրագրող է կոչում, թող ներեն ինձ, լրագրող չեն, դրանց չի կարելի լրագրող ասել, ով էր այդ տղան, ինչու ես խմած, քեֆը լավ մարդուն կես գիշերի մոտենում, քեզ ինչ, պապարացիներ կան հայտնի, դրանք են թերմասքն են, ովքեր գնում են նկարում, մեկը պապազեց, մեկը վերկացավ, մեկը մեկին համբուրեց, չգիտեմ ինչ արեց, կես գիշեր կլինի, ցերեկ կլինի, այսպես ասած մարդավորց են անում, այդ հասկացա, հիմա լրագրությունը մարդավորսություն չի, ես ամենևին չեմ արդարացնում, այո, պարտավոր է, գնացել էր ենտեղ, չգիտեմ, պատգամավոր է, մանդատ են տվել, դնենք մի կողմ, են բարոյական երևույթը, որ ասում եմ, այ խմած մարդուն չեն մոտենում, ինչ եք ուզում, կես գիշերա իր հանգստյան ժամն է, դնենք մի կողմ, բայց պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պիտի ավելի բարձր լիներ, այդպիսի պապարացի լրագրողից, շատ ավելի բարձր, թե չէ հակառակ դեպքում, դա է դրա որակը, բա ձեր որակն ինչ էր, ինչների տեր պետք, հասկացանք, եթե 10 հաշվելը, մեկը կտրելը, Հայաստանի Հանրապետության պաշտոնյայի և պատգամավորի համար օրինաչափ չդառնա, մենք ունենալու ենք այդ լրագրողի պես պապարացիներ և ուշունց տվող պատգամավորներ, ինչը ընդունելի չէ, այնուամենայնիվ, այն բարոյական կողմը մի կողմ, բա այս մեկը, նույնը են Քոչարյան Անդրանիկը, ինքն իրեն պիտի հարգեր, որ այդպես չասեր այդ աղջկան, այդ աղջիկը աչքից լույսը չէ, նորը տեսա հարցազրույց էր անում, ուշագնաց խոսում էր այդ Սամվել Բաբայանի հետ, դուք այնուամենայնիվ նրանք պահում էին, այս Բաբայան Սամվելն ասում էր ինչն էին պահում, նրանք զրոյացրել էին բանակը, հա բայց պահում էին Ղարաբաղը, նա ցես գալիս է, այդ Արիփսիմե, Ջեբջեբյանը ինչա, բայց այնուամենայնիվ Անդրանիկ Քոչարյան իրավունք չուներ այդպես պահել նրա հետ, այս է իմ ասածը, չի կարելի մարդավորս անել և սա իրեն հարգող լրագրողի գործ չէ,
Սա պատվեր կատարող շամորդիկի աշխատանք է, ես ցավում եմ, որ այդպես է։ Ցավում եմ եւ այդ մարդիկ հաստատ իմ ու իմ տեսակի գործընկերը չեն ու չեն կարող լինել։ Եվ այս գարշելի երևույթը բերում է շարունակական, այսպես ասած, կործանման։ Մի բան էլ Գյումրին, գյումրեցին, որոնցից շատերի զավակները դեռ գերության մեջ են կամ գերության մեջ են եղել։ Ռուսական զորքերը հանձնեցին Արցախի իշխանություն կոչված պալասների հետ այդ երեխեքին, եկան խծաբերդում, բանում խափեցին, թե զենքերը հանձնեք հետ եք գնում, արդեն խաղաղություն է, եւ այդ երեխեքին տարան Բաքու գերի, ընտրեցին այդ ռուսական զորքերի համարժեք օրգանները պաչող ուղղվածություն ունեցող մարդկանց։ Այն անեկդոտը պաչողը դուք եք լինելու։ Այն ինչ տեղի ունեցավ, սա վատ է, բայց մարդը ազատ է իր ընտրության մեջ։ Ոչինչ ասում է, հա, որ մեր երեխեքին ռուսները խափեցին, ռուս զինվորականները ստորաբար տվեցին թուրքին, թշնամուն։ Ոչինչ, ընտրենք էլի ռուսը լավ է։ Բա, այդ արժանապատվություն կոչվածը որտեղ է գրած։ Այդ թասիբ կոչվածը, այն որ ճղենք գամեզի որոշ մարդիկ իհարկե։ Համատարած չի վերաբերում, մի մասը հիասթափված էր, չեկավ, մի մասը այն որ ասում է իր խղճով, իսկ այն մյուս մասը, որ այդ տեսակին փորձեց մանդատ տալ, ձայն տալ, ես չգիտեմ ինչ ասեմ։ Էլի նենգափոխած Պարույր Սևակի հայտնի բանաստեղծության կտորն ասեմ։ Մենք քիչ ենք, բայց մեզս էլ է շատ։ Ցավալիորեն երբեմն այդ դառը իրականության առջև են կանգնում։ Հիմա գանք մոռացողներին կամ ուրացողներին։ Այս ընտրությունները նախաձեռնող պապանները, Քոչարյանները, հատկապես դաշնակցականները եւ էլի մնացածը, ռուսները հիմա նախաձեռնել են մի ինչ-որ մասսայի, ինչ-որ փոքրիկ կտորի, չգիտեմ, 1000-2000 հոգու չեմ իմանում, որոնք ովքեր իրենց արցախցի են հորջորջում, այդ դուք պիտի մեր փողը տակ, դուք պիտի մեր տները տակ, դուք պիտի մեր չգիտեմ, էս են անեք, ոնց որ Նիկոլը հանձնեց, այնպես էլ թող մեզ տուն տա։ Այդ որ ասում եք, ժողովուրդ, մի պահ նայում եք այն մարդկանց հոգու մեջ, ովքեր իրենց կյանքը, ում հարազատներն իրենց կյանքում, զավակներն իրենց կյանքը զոհեցին Արցախի համար։ Այդ տարիները ձեր լռությամբ նաև Քոչարյանները քորոփուչ արեցին։ Արցախը, Արցախի պայքարը, հետագայում նաև որպեսզի Արցախը լինի ու չկործանվի, Արցախցի իշխանավորներ բերեցին Հայաստան մեր իմաստության ճակերտների մեջ ռահվիրանները, որ դուք հանկարծ չմտածեք, թե ինչ որ մեկն ուզում է Արցախը հանձնել։ Ձեր բերած մարդիկ, ձեր արցախցի հայրենակիցները զրոյացրեցին Արցախի զորած ուժը։ Կերան այդ ամեն ինչը, իրենց կանայք ու սիրուհիներն էին գեներալներ նշանակում։ Ու այսքանից հետո գալ հրապարակ ու ասել Փաշօղլին հանձնեց, չէ, ձեր փողերը Քոչօղլու մոտ է, Սերժօղլու մոտ է։ Այդ ձեր ասած Փաշօղլին էլ ինձ համար գլխիս ու ուսերից դնելու ոչ մի բան չէ։ Բայց երբ որ ճշմարտությունը ուրանում եք, պղծում ու կեղծում եւ փորձում էլի մեր երեխեքին, թուրքին հանձնած ռուսական ջրաղացին ջուր լցնել, որպեսզի Գյումրիից մի բան, այսպես ասած, ստացվի, այստեղից էլ մի ուրիշ բան ստացվի, առանց անհարմար զգալու գալիս են։ Գնացեք, դարձեք Հայաստանի քաղաքացի, հերթագրվեք, ստացեք ձեր տները։ Հայաստանը ամեն տարի միլիարդով, հարյուրավոր միլիոնով գումար է փոխանցել։ Այդ հարյուրավոր միլիոնով կամ միլիարդով 1, 2, 3 տարվա մեջ կարա փոխի իրավիճակը եւ տնավորի ամենքին գյուղացին, գյուղ, քաղաքացուն, քաղաք, ամեն ինչ կարգավորի։ Բայց երբ ձեզ ասում են դուք պիտի դառնաք Հայաստանի քաղաքացի, ասում եք չէ, Ղարաբաղ եմ ուզում էիք հետ չգայիք կներեք, ուզում էիք չլռեիք, երբ մի բուր չասած ծիրանի համար
այստեղից զինվոր էին սպանում ծեծելով ուզում էիք այդ բարոյականությունն ունենայիք շատ-շատեր այդ չգնայիք Արցախով մեկ տարածված զորամասեր միայն եկամուտ ստանալու չգողանայիք այնտեղից պատերին տայիք այդ քոչասերժական բանդաներին, ոհմակներին, բակոններին, որ այսօր այստեղ միլիարդավոր դոլարների շենքեր ու տներ են կառուցում։ Եթե փող եք ուզում Արցախի ազնագինել ձեզ նվեր, ուրեմն գնացեք Քոչարյան Ռոբերտից ուզեք կներեք։ Այդքան ազնիվ եղեք, ասեք այս սրիկա, մենք քեզ էինք վստահելու րա, այս դրոշակակալ ասկաները որտեղից ես առել։ Ոնց եղավ քու տղեն 10 տարեկան էր 11 տարեկանում միլիոնատեր դարձավ։ Գնացեք ստացեք եւ չհամարցակվեք վիրավորել մեզ բոլորիս ինքներդ ձեզ դուք չեք հասկանում վիրավորանքն ինչ է այն ազնիվ արցախցիներին էլ չվիրավորեք ստորություն է լավ իմանալով հակառակը ասել ինչ է թե ձեզ ասել են գնացեք այսա Նիկոլի հարցը լուծում եք դուք չեք կարող լուծել Նիկոլի հարցը Նիկոլի հարցը հայ ժողովուրդը կլուծի Հայաստանում ընտրություններով եւ բոլոր նրանք ովքեր իրենց հայ են զգում, մաքուր են զգում, կկանգնեն այդ որոշման կողքը։ Այդ թվում նաեւ Արցախից դավաճանների ձեռամբ քշված արցախցիները, ովքեր մեր այն որ ասում եմ մի մասնիկն են։ Այնպես ինչպես մենք էինք այն մի մասնիկը, երբ պապի թվանքը ձեռքներիս Արցախի սարուձորերում փորձում էինք պիտանի լինել։ Մեր բաժին պատրոնը կրակել, զոհվել ու փրկել։ Այդ փրկածին տեր չդարձան ոչ ոք։ Այդ փրկածին դուք էլ տեր չդարձաք, այն որ հրապարակում կանգնած եք շողոտ շորերներով ու հաշվում եք թե որ մեր վարձը տան սենց կլինի։ Քո չողլի սենց արեց։ Ներողություն, փաշողլին։ Չէ, այդպես չի։ Ազնվություններդ ինչու եք կորցրել։ Այդ կորցրած ազնվությամբ ինչ եք ուզում։ Ինչ եք ուզում, ուզում եմ հասկանալ, այդ կորցրած ազնվությամբ, այդ ոմանքդ, ինչ եք ուզում։ Ուզում եք Հայաստանն էլ կորցրել, հետո որ գնաք որտեղ են ձեզ տուն տալու։ Այն նպատակը, որ ունեին Պուտինյան իշխանությունները Ալիևյան, երբ որ Հայաստանը հատուկ կռիվ սկսի։ Արցախը արդեն փուրն էիք տվել։ 25000 զորքով հանձնվեցիք։ Միլիարդից ավել զենք ու բանել տվեցին։ Հիմա ասում եք Արցախ եմ ուզում հետ գնամ։ Խոսքս վերաբերում է այն ղեկավար ճակերտավոր կոչված անասնակազմին, այն սուտի գեներալներին, ովքեր ժամանակի հետ դարձան թալանչի ստոր արարածներ, ովքեր երկու փամփուշտ կրակել էին ժամանակին։ Ու այսօր եկել այստեղ ջուր են պղտորում։ Ինչի համար եք պղտորում։ Լավ, եկեք ես Հայաստանն էլ կործանեք։ Այնտեղ կործանեցիք ձեր ագահությամբ։ Այդ միլիարդները ասեցի քոչողլուտ ուզեք։ Ոսկու հանքերի փողը, չգիտեմ, այսին ուզեք։ Ինչ էին, չգիտեմ, են հրամանատարները պլան էին ցանում բան։ Գնացեք նրանցից ուզեք։ Իրենք հիմա Մոսկվաներում, բանում, Երևանում, էլիտար տներում ապրում են։ Ազնվությունը կորցնել պետք չէ։ Երկու բառել պետությանը։ Այդ թղթատարությունը տարեք ձեր տանն արեք, ձեր կանանց, երեխեքին ասեք, ձեզ այդքան դիմում գրեն, դիմում պեչատեք, զոնքաչը թող ստորագրի, աներդ խաղանի եւ այլն։ Վերացրեք այս թղթատարությունը մարդկանց կոնկրետ միլիարդավոր դոլարների Հայաստանը պիտանի է եղել Արցախին ու պիտի լիներ։ Դա մեր են որ ասում արժանապատվություններ, որ չհասկացան են հանցագործ նախինները, բայց այսօր պարզեցրեք այդ իրավիճակը մարդկանց տառապանք։ Մի պարգևեք մեկ, երկրորդը այդ գումարներով էլի եմ ասում կարող եք կառուցել տներ, թաղամասեր, տարբեր տեղեր, էլի եմ ասում գյուղացին գյուղում, քաղաքացին քաղաքում։ Նա ով չի ուզում արդեն թող գնա 8-րդ երկիր, իր խնդիրն է։ Բայց պետությունը չպիտի խնդիրներ ստեղծի։ Չպիտի բարդ ստորադասական անիմաստ նախադասություններով ու չգիտեմ նպատակներով խեղդի այդ մարդուն չհասկանա որ դռնից ուր գնա թե փախստականը թե մյուսը Լավ եղավ որ ընտրությունները չկեղծվեց
լավ եղավ, որ ԿՊ-ն ապտակ ստացավ, հետևություն կանի, լավ կլինի, չի անի, թող ԿՊ-ել թող մնա։ Այսքան բան, ամեն ինչ լավ է լինելու, դες պինդ պայեք և կեցե ազնվությունն ու շի տակությունը, կհանդիպենք։